Խաղաղությունը խաղաղություն, բայց անգամ գործընկեր երկրի ազգային նպատակը պետք է իմանալ։ Ադրբեջանական Օխու-24 կայքը խիստ ուշագրավ հրապարակում է արել, որ բնականաբար Հայաստանի ընդդիմադիր ադրբեջանագիտության կողմից անտեսվել է։ Այդ կարգի նյութն, ինչպես Երևանում են ասում, ձեռ չի տալիս։ Լրատվամիջոցը, որ ակնհայտորեն ներքաղաքական նպատակ է հետապնդում, այնպիսի հարցադրում է արել. Ժողջակատի առաջնորդ Ալի Քերմիլին կարող էր լուծել Ղարաբաղի հարցը և տալիս է դրական պատասխան, բայց դա չէր լինի Ադրբեջանի ազգային պետական շահերից բխող լուծում, պնդում է Օխու-24-ը և հիմնավորում, որ Քերմիլին, լինելով արևմտամետ ժողովրդավար, չէր կարող շահել Թուրքիայի նախագահ Էրդողանի վստահությունը, Ռուսաստանի հետ հաստատել վստահելի հարաբերություններ։ Լրատվամիջոցը փաստացի բացահայտում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հիմքում ընկած է ռուս-թուրքական սկզբունքային համաձայնությունը, որին Քերմիլին չէր կարող հասնել, քանի որ լինելով ժողովրդավար, նա կընդուներ հակամարտության կարգավորման եվրատլանտյան հայեցակարգը։ Հեղինակը մասնավորեցնում է, որ այդ դեպքում Ղարաբաղի շուրջ տարածքները կվերադարձվեին, բայց հայերը կստանային կիսանկախ կարգավիճակ։ Ավելին, նա միանշանակորեն հավաստիացնում է, որ անգամ պատերազմից հետո Քերմիլին Ղարաբաղի հայերի կամավոր պարտադիր տեղահանություն չէր իրականացնի։ Այս վերլուծությունը ներկա պահին լիովին հակասում է Քերմիլիի դեմ քրեական գործի հիմնավորմանը։ Նա մեղադրվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհիթիի հետ Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնելու և իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ, բայց դա Ալիևի խնդիրն է, թե հակառուս ժողովրդավար Քերմիլին ինչպես է ներկայացնելու Կրեմլի գործակալ։ Ադրբեջանական կայքի հրապարակումը կարևոր է նրանով, որ բացահայտում է հայկական դիվանագիտության քառորդդարյա բացարձակ անմեղսունակությունը, որ չի ընդունել, թե սկզբունքային ինչ հարց է լուծում Ադրբեջանը, իսկ Բաքվի նպատակը ձևակերպվել է 1991 թվականի նոյեմբերի 25-ին Գերագույն խորհրդի առաջնորդ չհրապարակված որոշմամբ, որի կատարումը հանձնարարվել է Պաշտպանությանը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություններին։ Փաստացի խոսքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման և կամ տոտալ բռնատեղահանության պետական ծրագրի մասին է, որ 32 տարի հետո Իլհամ Ալիևը իրականացրել է։ Այս դառը աղետալի փորձի նկատմամբ այսօր գերխնդիր է ըմբռնել, թե Ադրբեջանը համարում է, որ բոլոր նպատակներն իրականացված են, թե Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ ունի։ Բայց քանի որ ադրբեջանական լրատվամիջոցը խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը էթնիկ զտումների չէին լինի, եթե Ալիևը չհասներ ռուս-թուրքական համաձայնության, ուստի ավելի կարևոր է դիտարկել արտաքին աշխարհի հետ նրա հարաբերությունների խորքը, ենթատեքստը, ոչ հրապարակային շերտերը։ Խաղաղությունը խաղաղություն, բայց անգամ գործընկեր երկրի ազգային նպատակը պետք է իմանալ։